Օրերս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնեց Թուրքիա։ Փաշինյանը, ով թիրախավորել է հայ առաքելական Սուրբ եկեղեցին, հայհոյախոսում է մեր եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հասցեին, Թուրքիայում շտապեց այցելել թուրքական Կապույտ մզկիթ։ Ինչ կարծիքի են այս ամենի մասին մեր քաղաքացիները։ Վերցրեք Եվրոպան, տեսեք, եվրոպական երկրները, թեկուզ Անգլիան ու Ֆրանսիան վերցնենք, քանի տարի իրար հետ կռվել են, մոտ 100 տարի պատերազմի մեջ են եղել, պայքարել են։ Այսօր արու տեսեք ինչ հարաբերությունների մեջ են։ Հիմա մեր հարևաններն են, միջև երբ պետք է այդպես թշնամաբար լինեն։ Միջև երբ։ Այսինքն նորմալ եք համարում այն, որ Նիկոլ Դե ուզենք, չուզենք, էսա, եղելությունն էսա, ուրիշ բան չկա։ Ուժ չունենք, որ այլ նորից կանենք, ասենք, չէ, այս հողերը մերն է, այս հողերը պետք է վերադարձնենք, այս անենք։ Всё, արդեն այդ հարցը չենք կարող։ Պետք է բավարարել իրենց պահանջները եւ կորցնել մեր պետությունը։ Իսկ հիմա ինքը ճիշտ ասում են, ինչ որ կա, պետք է դրանով բավարարվենք։ Թե չէ պետականությունը կկորչի մեր։ Իսկ ինչպես եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանը այստեղ հայհոյում է, հայ հոգևորականներին եկեղեցին վատաբանում է, բայց այդտեղ գնում է ու մզկիթ։ Որպես վարչապետ, այդ լավ պետք է իրենք մի քիչ լուրջ բայ, չի կարելի այդպես ամեն բացի ինչ ասես ասի вообще։ Նա հայհոյում է, այսինքն խախտում է պատվիրանները։ Հետո սկսում է ինչ-որ աստվածաշնչից ինչ-որ մեջբերումներ անել, սաղմոսներ ասել, ինչ եք կարծում, արդյոք նա հայ առաքելական եկեղեցու է, որ թե ասում են, որ աղանդավոր է, ինչ կարծիք ունեք դրա։ Չգիտեմ, ես ինչ ասեմ, աղանդավոր է, թե ինչ է, չգիտեմ։ Նաև օրեր առաջ մի վարկած կար, որ նրա մայրը թրքուհի է եղել, ադրբեջանուհի է եղել, միգուցե նրա գեներն են խոսում։ Ավելորդ խոսակցությունները բանա, չէ կարող ասի այդ ամեն ինչ էլի։ Թե գիտեք ինչ, բարդացնել ամեն ինչը պետք չի էլի։ Վերջ-վերջը պետք է մտածենք, որպեսզի պետությունը պահենք, պաշտպանենք, կարևորը է դա։ Չեմ նայել, բայց լսեցի, որ ոտերն էլ հանե մտել է այնտեղ։ Հա, պահել է իրանց ոնց որ կանոնակարգը, ինչ է կարծում, դա նորմալ է։ Չէ, вообще ամեն ինչ հիմա աննորմալ է։ Հայը չի կարող ընդունել դա։ Նիկոլ Փաշինյանը Չնայած, եթե ուրիշ հարաբերություններ լինեին, իրոք մենք հաստատ համոզված լինեինք, որ դրանք մարդ են դառը, ուրիշ բան։ Վերջերս էր, չէ, այդ Սումգայիթ Բաքուն։ Սենց շուտ մոռացանք, իսկ գենոցիդը մեծ եղերն է։ Մենք չենք կարող մոռանալ։ Ու ոչ էլ պետքա թույլ տանք, որ մեզ տենց ղեկավար են։ Ըստ ձեզ Նիկոլ Փաշինյանը հայ առաքելական եկեղեցու հետևորդ է։ Ըստ ինձ ոչ։ Ոչ։ Ասում են, որ ինչ որ աղանդավոր է, ինչ որ բան, որովհետև մարդը ով հայհոյում է եկեղեցուն, դուրս է եկել եկեղեցու դիմաց, դեմ ինչ կասեք։ Աղքատ ուղեղ ունի, խիղճ ընդհանրապես չունի ու անառակ հոգեբանություն ունի, ինչ կարելի է ասել։ Ինչ ասեմ ես նրա մասին։ Իսկ այն փաստը, որ նա հայհոյում է, այսինքն պատվիրանները չի պահում, դրանից հետո ինչ որ սաղմոսներ է մեջբերում։ Ոչ քննարկեմ, ոչ իմ համար ինքը ուղղակի զրոյից սկսելա, որտեղ ինքը զրոյ է։ Զրոյի մասին խոսալ չեմ ուզում, մենք նրանից ոչ մի լավ բան չենք տեսնում։ Նիկոլնովը, որ Ղարաբաղը վեկալես տվեց Ադրբեջանին, Նախճիվանն էլ ամերը, Ղարաբաղն էլ, Արևմտյան Հայաստանն էլ, ես մշեցի եմ։ Ոնց եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի Թուրքիա եւ թուրքական մզկիթ մտնելուն։ Թուրքը բան անում, մեզ ինչ ասում է, մեզ անպատվում է, ինքը գնում է Էրդողանի մոտ։ Ինքը շատ սխալ բաներ անում։ Այդքան ինձ դուր չի եկել դրա քայլերը։ Ինչ եք կարծում Նիկոլ Փաշինյանը հայ առաքելական եկեղեցու հետևորդ է։ Գուցե։ Նա հայհոյում է, այսինքն պատվիրանները չի պահում, դրանից հետո սաղմոսներ է մեջբերում, խոսում է եկեղեցականների կանոնակարգերի մասին, սրա հետ կապված ինչ կասեք։ Իր պահվածքը ինչպես կմեկնաբանեք։ Չեմ կարող ասեմ նորմալ, չեմ կարող պատասխանեմ այդ հարցին։ Ինքը իր մտքերով, ես ինչ իմանամ, ինքը ինչ է մտածում։ Ասում են, որ Նիկոլ Փաշինյանի մայրը ադրբեջանուհի է եղել, ինչ եք կարծում, միգուցե գեներն են։ Դժվար, չեմ կարծում տենց բան։ Բայց այս մասին Գորիսի հոգևորականներից էին բարձրաձայնել։ Չեմ կարծում տենց բան։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ինչ որ ես լսել եմ, որ եկեղեցիներ ուզում է փակի։ Ոնց կմեկնաբանեք այդ ամենը։ Ես ներկայացնում եմ, որ դա սխալ է։ Եկեղեցիները կան եւ պիտի լինեն։ Դաժե պիտի նոր եկեղեցիներ սարքեն։ Եկեղեցիները ես գտնում եմ, որ ոչ մեկն էլ իրանք չունի վեկալի ու ավելի։ Նիկոլ Փաշինյանը հայհոյում է, չի պահում, այսինքն աստվածաշնչի պատվիրանները, դրանից հետո սաղմոսներ է մեջբերում, աստվածաշնչից է խոսում, խրատներ է տալիս։ Ոնց կմեկնաբանեք այս ամենը։ Ես արդեն չեմ կարող ասեմ,
Ես ասում եմ Էլին, ես Նիկոլ Փաշինյանի կողմը չեմ։